Վատ խոլեստերինը երբ բարձր է, բուժման հիմնական եղանակը դեղորայքային է։ Այո, հիմնական եղանակը դեղորայքային է։ Դեղորայքներից հիմնականում դրանք ստատիններն են, շատ տարածված ատորվաստատինը եւ ռոզովաստատինը։ Դեղորայքների կարևորությունը արդեն ախտորոշված բուժառուների մոտ, աթերոսկլերոզի ախտորոշված բուժառուների մոտ պարտադիր է։ Դա առաջին ընտրության դեղերն են համարվում եւ դեղորայքները ոչ միայն իջեցնում են խոլեստերինի մակարդակը, այլ նաեւ ունեն պատի ամրացնող հատկություն, պլեոտրոպիկ հատկություն, որոնց համար պարտադիր է դառնալ, պարտադիր է շարունակական ընդունելը, անգամ եթե խոլեստերինը կարգավորել ենք, որ հետագա անոթների խոցոտում չունենանք։ Մարդիկ հաճախ ասում են, որ դեղորայքը ձեր նշած վնասում է օրինակ լյարդը կամ այլ օրգաններին, այդպես է։ Սխալ չեն ասում, այո, ունեն լյարդի վրա տոքսիկ ազդեցություն, այո, քանի որ լյարդում է կատարվում փոխանակությունը խոլեստերինի, այս դեղորայքները կարծես թե ծանրաբեռնում են նաև լյարդի ֆունկցիան։ Իսկ այն բուժառուների մոտ են ավելի ռիսկային, ովքեր ունեն լյարդի առանձին հիվանդություններ, հեպատիտներ կամ ալկոհոլի չարաշահումը, որը նույնպես ծանրաբեռնում է լյարդի ֆունկցիան, այդ պարագայում մենք ոչ թե սահմանափակում ենք կամ չենք նշանակում դեղորայքը, ուղղակի շատ ակտիվ հետևում ենք լյարդի ֆունկցիային եւ եթե պետք է լյարդի պրոտեկտորների միջոցով միևնույնն է շարունակում ենք մեր խոլեստերինի հակախոլեստերինային բուժումը, քանի որ գիտենք, որ չշարունակելու դեպքում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, մահվան ռիսկը, ինֆարկտի առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան թե լյարդի դիսֆունկցիայի առաջացած բարդությունները։ Մարդիկ երբ տեսնում են ցուցանիշը ցածր է, ինքնուրույն դադարեցնում են դեղորայք օգտագործել, դա վնաս է հասցնում։ Շատ արագ կարա բարձրանա։ Վատ խոլեստերինը նորից ընդհատելով դեղորայքը կարող է բարձրանալ։